Բարև ձեզ հարազատներս, երեք էներգիայից ենք խոսում, որ ինչ է էներգիան, որտեղից իրեն հայթայթենք բան։ Այսօր երևի մի քիչ մտքեր են մնացել, որ կուզեմ ավելացնեմ այդ պահով, որտեղ շատ են սխալ ուսմունքներ մեր երկրում, էներգիաս տարան, էներգիաս մեկը էներգիաս խլեցին, մեկը էներգիա տվեցի ինձ, այստեղից եմ էներգիա վերցնում, էներգիան մեր մեջ է, արդեն երեք փորձեցինք ընկերուս հետ բացատրել, որ դա մարդու մեջից է գալիս ավելի շատ գլխից, ու այսօր մի ուրիշ ընկերուս եմ հարցնում, ասում էներգիա որտեղից է ստանում, ասեց Աստծով, որովհետև Աստված ունեմ, այն մարդիկ, ովքեր Աստված ունեն, մանավանդ փոքր տարիքից, կյանք սիրող են։ Հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվա առաջատար կլինիկաներում, արդեն 2 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում, այն մարդիկ, ովքեր կյանքը սիրում են, կյանքն են սիրում, միշտ երջանկանալու բան ունեն, միշտ էներգիայով լի են, կյանքով լի, այն մարդիկ, ովքեր իրենց են սիրում, իրանք միշտ դժգոհ են լինելու, միշտ դժգոհ, իրանց ինչքան էլ անես չի բավարարելու, գումարը, տիտղոսները չի օգնելու, կյանքից, Աստծո տված կյանքից, Աստծով մարդ երջանիկ է, ուրախ է, էներգիայով լի է, Աստված է տալիս այդ ամեն ինչը իհարկե, ու դու գլուխդ պիտի աշխատեցնես ու որ դա հասկանաս։ Պատմելով չի, ուրեմն ընկերուս հետ ամռանը գնացել ենք մեկը օրով Սևանի հյուրանոցներից մեկը ու շատ լավ հիշողություններ ունենք երկուսս էլ ու ինչից է այդ լավ հիշողությունները, որովհետև այդ փոքր տարածքում, հյուրանոցի տարածքում մաքսիմալ վերցրել ենք ինչ կարելի էր, լողանալը լողանում էինք, որտեղից վազում էինք դուշ, մի դուշ կար հյուրանոցում, շարքոյ դուշ էինք ասում ենք, կան ուժեղ, տենց նապորով դուշ չէի տեսել ոչ մի անգամ կյանքիս մեջ, դուշից հետո վազում գամակում պարկում, գամակից հետո արագ քայլում, մի խոսքով այդ տարածքում ինչ կարելի էր, մաքսիմալ վերցրել ենք, մարդիկ գնում են Սևանի ծովում նստում, վայ քամիա, վայ այստեղից ինձ փչեց, ընդեղից ինձ փչեց, գալիս որ Սևանը չենք սիրում, կյանքը չեք սիրում, ոչ թե Սևանը չեք սիրում, դուք ընդհանրապես ոչ մի բան չեք սիրում, տեղից սկսեք, դուք ինչ եք սիրում, գրեք մի հատ, դուք ինչ եք սիրում, ինչից եք հաճույք ստանում, եթե դա փողը նայ ու տիտղոսը, ցածր մակարդակի եք, շատ ցածր մակարդակի եք, շատ դժվար ժամանակներում ենք ապրում, մարդկանց ձերբակալում են իրենց կարծիքները հայտնելու համար, դեմոկրատիա է, չէ, շատ ուժեղ հասել եք դեմոկրատիային, ու ոչ մի բանից չեմ վախենում, ծնողներիս էլ եմ ասել, հանկարծ եթե ինձ սպանեն, մի վայրկյան չմտածեք, որովհետև ես շատ երջանիկ եմ ապրել, ու եթե ինձ սպանեն, միանգամից Աստծո գիրկն եմ գնալու, դրա մասին ոչ մի կասկած չունեմ, ոչ թե որ ես sense դեմք եմ, սուրբ եմ, մաքսիմալ հնարավորություն մարդու հնարավորությունների չափով, իմ հնարավորությունների չափով անում եմ, կիրակի օրերը գնում եմ մեղքերի թողություն ստանում, հաղորդություն ստանում, դե հիմա միջև մյուս հաղորդություն ստանալը, եթե ինձ կսպանեն այդ ընթացքում ինչ պիտի արածելնեն, որ Աստված ինձ չկարողանա ների։ Մեղքեր շատ ունեմ արած, խոստովանում եմ դրանք, զղջում եմ դրանց համար, բայց հնարավորինս, մարդու հնարավորությունների սահմաններում փորձում եմ ճիշտ ապրել։ Բանտ կնետեն, չեք պատկերացնի, դրանից ընդհանրապես չեմ վախենում բանտ նստելուց, բանտում այնքան գործ ունեմ ես անելու, ծնողներից որ ասում եմ ներվայնանում են, լացում եմ, շատ գործ ունեմ, իմ հոգու վրա ես հիմա ժամանակ չունեմ, ոչ աղոթեմ, ոչ կտակարան կարդամ, բանտում Քրիստոսի աղոթքը ասելուց եմ լինելու, շատ գործ ունեմ անելու, ժողովուրդ ջան, մենակ եթե տեսնեք ինձ սպանել են ու ասում են մարդը ինքնասպանություն եմ արել, այ դրան չհավատակ, որովհետև ես կյանքը շատ սիրում եմ, միշտ երջանիկ եմ, Աստված օգնական, հարազատներից լավ պահի, առողջ պահի, ես ինձ միշտ երջանիկ եմ զգում։ Տեսեք դուք ինչ եք սիրում, ինչ եք, ձեր ուզածները ինչ է, ես երկրի մասին պիտի աճեք, դուք մի քիչ պիտի ձեր վրա աճեք, որ հետո երկրի մասին մտածեք, նոր աշխարհի մասին մտածեք, դրանք էտապներ են կյանքի աճելու, եթե դուք միտեղ եք կանգնել եք, երջանիկ չեք զգալու իհարկե, մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ։